Շարունակեցինք 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ոտոս խերով լինի ձեր նոր տաղավարում, միշտ լավ, ադեկվատ հյուրեր ունենաք։ Շնորհակալ եմ շատ։ Խոսենք այսօրվա ելույթից Նիկոլ Փաշինյանի, որը տեղի ունեցավ Սարդարապատի հուշահամալիրի մոտ օրվա կապակցությամբ։ Ինչ կառանձնացնեք, մասնավորապես քննարկվեց նրա մի հայտարարություն, որ մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն այլևս չկա, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք եւ ավելի անկախ ենք, քան երբևէ։ Ինչով ենք ավելի անկախ եւ ինքնիշխան։ Արցախը հանձնել ենք Ադրբեջանին, դրանով ինքը տեսնում է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Ընդհանրապես ինչն էր, հետաքրքիր, քաղաքական մուտացիայի արդյունք էինք մենք այսօր Սարդարապատում տեսնում 5 տարի առաջ, գրեթե 5 տարի առաջ այս նույն մարդը, այս նույն վայրում խոսում էր այն մասին, որ Հայաստանի Հանրապետության բանակը ապացուցեց հունիսյան մարտերից հետո, որ մեզ հետ ուժի լեզվով հնարավոր չէ խոսել, տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ենք, եւ դա ասում է նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում, այսօր փաստորեն մեզ ասում են, որ մեր հաղթանակը մեր պարտության մեջ է։ Այ եթե մենք նաեւ այնտեղ այսպիսի մի ձևակերպում կա, չէ, որ պատմական Հայաստանը մեզ ասում է, որ մենք իր հիմնական ուղերձը որն է պատմական Հայաստանի, որ չգնաք այդ նույն ճանապարհով։ Նո, այլ կերպ ասած, չդիմադրեք։ Այն ինչը Թուրքիան եւ Ադրբեջանը պարտադրում են, այդ ամեն ինչը կատարեք, սրա մասն էր Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինքը այնտեղ հերթական անգամ պատմության ռևիզիա իրականացրեց, արդեն սովորություն է դառնում, հա, ինքը գնում է օրինակ հանրային հեռուստաընկերություն Արծրուն Հովհաննիսյանի կերպարով ֆաշիզմի ռեաբիլիտացիա անում, հիմա ինքը սովետական միության վերաբերյալ բավականին հետաքրքիր, այսպես ձևակերպենք, գնահատականներ է տալիս։ Ի վերջո չմոռանանք, հա, որ իր կողմից նշված 29740 թե 30 քառակուսի կիլոմետրը դա խորհրդային Հայաստանից մնացած ժառանգությունն է։ Եթե մենք էլ ավելի անկեղծ լինենք, հա, եկեք հիմա միասին դուրս գանք Երևան, շրջենք կամ գնանք Հայաստանի Հանրապետության ցանկացած վայր, ցանկացած տարածք, մենք միջև հիմա օգտագործում ենք այն պաշարը, որը մեզ մնացել է խորհրդային միությունից, խորհրդային Հայաստանից, ենթակառուցվածքներից միջև շատ եւ շատ այլ բաներ, եթե չլիներ խորհրդային Հայաստանը, խորհրդային միության այդ շրջանը, շատ մեծ հարց է, թե մենք մեր տարածաշրջանում այդ 10000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանով, որը ներառում էր ընդհանրապես Երևանը եւ Սևանի ափամերձ որոշակի տարածքը, որը Ալեքսանդրապոլի պայմանագրով էր մեզ մնացել, դրանից հետո ընդհանրապես Հայաստան գոյություն կունենար, թե չէ, բայց Նիկոլ Փաշինյանին այս պատմության ռևիզիան անհրաժեշտ է նրա համար, որ նա արդարացնի նախ իր կողմից արդեն իսկ իրագործած մեղքերը, ոմանք կասեն հանցանքները, մյուս կողմից էլ դու վերանայելով պատմությունը, դու ապագային միտված հանցագործությունները կոչկելու քայլ ես իրականացնում, որտեղ հետագայում կասես դե ստիպված եղանք այս ճանապարհով գնալ, որովհետև չգիտեմ, խորհրդային Հայաստանի ժամանակ տենց եղավ, առաջին հանրապետությունը սա արեց, բայց հերթական անգամ եւ ամփոփելով այս հատվածը մենք քաղաքական մուտացիայի արդյունքները տեսանք հերթական անգամ, տեսեք 5 տարի առաջ ամենամարտունակ բանակ, հիմա ասում է փաստացի ասում է մի դիմադրեք, պատմական Հայաստանը մեզ դա է սովորացնում։ Ըստ էության նաև ԽՍՀՄ-ի հետ կապված նա ներկայացնում է, որ Ռուսաստանը առասարակ ուզում է, որ մենք անկախություն չունենանք, անկախ պետություն չլինենք։ Եվ այսօրվա այդ ելույթում, մասնավորապես որ կոնկրետ իրեն ցիտենք, ասում է խորհրդային միության ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, կայսրությունը նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության ճյուղերը։ Պետականության նկատմամբ կամահրանքը, ինքնիշխանությունից եւ ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթարված չեն եւ դրա մեղավորությունը երկու դիտարկում հասարակայ հետ կապված, մեկը երևի էմոցիոնալ դիտարկում, երբ որ ինքը Ռուսաստանի Դաշնությունում էր մայիսին, ինքը Վլադիմիր Պուտինին ասաց, որ խորհրդային միության շրջանակներում Մոսկվան, Ռուսաստանը իրենք ճնշում էին հայերին, հայերի ինքնությունը, ինքնիշխանության ձգտում։ Ինքը այս հարցի վերաբերյալ քննարկում ունեցել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Եթե չէ, երևի մեղմ ասած անկեղծ չէ գալ Հայաստան, հետո այսպես մեջքի ետևից ինչ որ գնահատականներ տալ։ Ինչը վերաբերում է կոնկրետ այս հատվածին, ախր հակասությունները այնքան շատ են։ Մի կողմից այս տեսակ գնահատականի հետ մենք գործ ունենք, մյուս կողմից իրենք ասում են, որ նույն ցեղասպանության հարցը կամ պատմական հիշողության հարցը Մոսկվան, կենտրոնական իշխանությունը խորհրդային միության ժամանակահատվածում ինքը հատուկ առաջ է բերում։ Հիմա մի հատ կենտրոնանանք,
Ռուսաստանը, խորհրդային Ռուսաստանը ինքը նպաստում էր պատմական հիշողության պահպանմանը, ինքնության պահպանմանը, նպաստում էր նրան, որ մենք, չգիտեմ, Ծիծեռնակաբերդը կառուցենք, Թուրքիայի կողմից իրականացված այդ քաղաքական ակտը, խոսքը ցեղասպանության մասն է, դրա վերաբերյալ հիշողություն ունենանք, թե Ռուսաստանը այս ամենի դեմ պայքարում էր։ Եվ եւս մի կարևոր, դրվագ պատմության ռևիզիայի հետ կապված, երբ որ Նիկոլ Փաշինյանը Արծրուն Հովհաննիսյանի կերպարով հայտնվեց հանրային հեռուստաընկերության եթերում, տեսեք ինքը ինչ արեց։ Շատ լավ իմանալով, որ պատմական Հայաստանը, պատմական արդարության համար պայքարը, դա մեր ինքնության կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է, անկախ նրանից, որ դա հակասում է Փաշինյանի այսօրվա քարոզչությանը, Արծրուն Հովհաննիսյանը հենց այդ պատմական հիշողության, ինքնության էմոցիոնալ հատվածի վրա փորձեց խալ, ասում է, դե Հիտլերը եթե հաղթեր, մենք պատմական միացյալ Հայաստան կունենայինք։ Այսինքն տեսեք, իրենք էլ շատ լավ գիտեն, որ դա մեր հասարակության մեջ շատ խորը ինքնագիտակցության մեջ նստած երևույթներ են։ Իրենք դրա դեմ մի պահ պայքարում են, մյուս ժամանակել իրենք փորձում են սա օգտագործել, բայց այստեղ վտանգը գիտեք ինչու՞մն է կայանում։ Տեսեք, ինքնության մեջ խորը նստած քաղաքական կոդերի վրա խաղալով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Մոնթեի կերպարով արտակնապես այդ մարդը Մոնթեի կերպարը շահագործեց, ել չենք ասում, որ Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկին բերեցին հրապարակ, դրա վերջնարդյունքը մենք տեսանք։ Ձեռքերի վրա այդ մարդուն բերեցին իշխանություն, շատ երիտասարդներ, ովքեր իրեն ձեռքերի վրա բերեցին իշխանության, զոհվեցին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ, վերջում էլ Արցախը լուծարվեց։ Հիմա ինքը նույնը Հայաստանի վերաբերյալ անում, խաղում է ինքնության վրա, պատմական հիշողության վրա եւ արդեն խոսում են նրան մասին, որ դե մենք անկախացել ենք, այլևս ինքնուրույնը Արայք Հարությունյանը այսօր նաեւ ինչ էր ասում, որ պետականությունն, ինքնիշխանությունը այլևս իրողություն, եթե չեմ սխալվում, ես սա գնահատական էր, որ այսինքն այդ 5000 երեխան եւ Արցախի հանրապետությունն էին խանգարում, որ մենք ինքնիշխանություն ունենայինք։ Բայց ըստ էության, երբ որ Փաշինյանը այսօր նաեւ կրկին խոսեց խորհրդամիության մասին, որ թիրախավորվել է, որպեսզի մենք անկախ ազատ չլինենք, նա ըստ էության նաեւ ներկային է վերաբերում նրա այս ակնարկները, այսինքն նա այդ խնդիրը տեսնում է, որ այսօր էլ կա, այսինքն նույն կայսրությունը ուզում է, որ մենք չունենանք անկախություն։ Երևի հեշտ է գալ Սարդարապատում խոսալ, այս տեսակ գնահատականներ տալ, բայց Մոսկվայում Կարմիր հրապարակում Լուկաշենկոյի կողքը նստել այս տեսակ գնահատականներ չտալ։ Հիմա ինքը ես եւ դուք հնարավորությունը չունենք Ռուսաստանի Դաշնության նախագահին մեր տեսլականը, պատկերացումները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տալ։ Նիկոլ Փաշինյանը այդ հնարավորությունը ունի։ Լավ է թե վատ է, նա հիմա իսկապես այդ հնարավորությունը ունի։ Միգուցե ինքը ռուսական կողմից սրա վերաբերյալ քննարկումներ ունենա, բայց այստեղ ես մեկ այլ ման կուզենայի ասել, տեսեք, վերջին շրջանում ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել, թե եւ Արևմուտքում, եւ Ռուսաստանում այդ ծայրահեղ լիբերալ զանգվածը ներկայացնող քաղաքագետները, վերլուծաբանները, փորձագետները, ակտիվիստները իրենց մոտ քաղաքական հայացքների ինչ տրանսֆորմացիա է տեղի ունենում եւ մի տարածված ձևակերպում կա, ասում եմ, оказывается, то, о чем нам врала кремлевская пропаганда, было правдой. Հիմա տեսեք, այդ կրեմլյան ռոպագանդայի շրջանակներում մարդկանց փորձում են համոզել, որ դա կեղծիք է, որ եթե իշխանության է գալիս ինչ որ մի սուբյեկտ, որը իր ապագան փորձում է կապել արևմուտքի հետ, նա անպայման պետք է պատմության ռևիզիա անի եւ ֆաշիզմի արդարացում անի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս դրանով է զբաղված եւ ինքը իր գործունեությամբ նաեւ Սարդարապատում այսօրվա իր գնահատականները ապացուցում է մի պարզ բան, որ այն ինչ ասվում է Կրեմլից, քարոզչության մակարդակով եւ այլով, դա համապատասխանում է իրականությանը։ Այս մարդիկ Հայաստանը թուրքական աշխարհին ինտեգրելու ճանապարհին պատրաստ են եւ նացիզմը արդարացնել, եւ խորհրդային անցյալի վրա ցեխ նետել, այս է կատարվում։ Երբ որ Լավրովն այստեղ էր արդյոք այդ հարցը հնչեցվել է իրեն, որովհետեւ տևական ժամանակ է նաեւ այս մեղադրանքն է հնչում, որ մենք ենք այն մարդիկ, այն իշխանությունը, որ կարող ենք պահել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, իսկ այլ ուժեր, որ կան, միութենական պետություն են դարձնելու Հայաստանը։ Արդյոք Լավրովի հետ առհասարակ այդ հարցը քննարկվել է կամ նման պահանջ դրվել է Հայաստանի առջև, իհարկե Ես մի բան ասեմ, տեսեք, ես միութենական պետության հետ կապված, ես խորապես համոզված եմ, որ եթե քաղաքական իրավիճակի փոփոխություն լինի, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը եւ հատկապես Ալեն Սիմոնյանը պատրաստ կլինեն քարոզել ոչ թե միութենական պետությանը միանալու, այլ Ռուսաստանի կազմ մտնելու գաղափարը։ Մեկ վայրկյան անգամ շատ բարձ, ես արդեն նշեցի, այդ Նիկոլ Փաշինյանը 5 տարի առաջ այս նույն տեղում ասում էր, որ մենք ամենամարտունակ բանակը ունենք,
նույն 44 օրյա պատերազմի ժամանակ ասում էր, որ Թուրքիան եկել է տարածաշրջան ցեղասպանությունը։ Դե հիմա բա ինչու են կաշկանդված, թող հիմա էլ դա ասեն անեն, Որովհետև իրենք հիմա իրենց քաղաքական ապագան եւ ոչ միայն քաղաքական ապագան տեսնում են միայն Թուրքիայից ստանալիք քաղաքական որոշակի երաշխիքների համատեքստում։ Լավրովի այցը այս համատեքստում իրենց այսպես ծրագրերի շրջանակներում չի տեղավորվում, դրա համար դժվար թե իրենք Լավրովի հետ ինչ որ կոնստրուկտիվ բանակցություններ ունենային, բայց կրկին ասեմ, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն ցանկացած ԿՊԱ-կանի անուն այստեղ կարող ենք տալ, Գագիկ Մելքոնյանը, Ռուսաստանի կազմ մտնելու քարոզել կանեն։ Ես դες ուղղակի վստահեցնում եմ, ոչ թե միութենական պետության, այլ Ռուսաստանի կազմ մտնելու քարոզ կանեն։ Եթե իրենք կարծեն, որ դրանով կապահովեն իրենց կապիտալը, իրենց անձնական անվտանգությունը եւ այսպես դա ոչ թե գնահատողական դատողություն է, դա փորձի հիման վրա գնահատական է։ Նիկոլ Փաշինյանը այն եզակի ղեկավարներից մեկն է, օրինակ չգիտեմ, Սիրիա զորախումբ ուղարկեց ռուսական զորախմբի ենթակայության տակ զորախումբ ուղարկեց Սիրիա եւ մի շարք այլ բաներ արեց։ Ուղղակի պատերազմից հետո շատ բան է փոխվել։ Մենք այլ պատկերացումներ ունենք, այլ դիրքորոշում։ Ոչ թե պատերազմից հետո շատ բան է փոխվել, այլ պատերազմը անհրաժեշտ էր, ջերմուկի դեպքերը անհրաժեշտ էին, որ Նիկոլ Փաշինյանը արդարացնի այն, ինչ ինքը հիմա անում է, այսինքն Հայաստանը ինտեգրել թուրքական աշխարհի մեջ։ Հիմա ձեզ համար հասկանալի էր, թե ինչու Լավրովը եկավ եւ առհասարակ ինչ խոսակցություններ են եղել, որոնք բաց չեն կամ չի հրապարակվել։ Ամեն դեպքում զբաղված Լավրովը որոշեց, որ գա Հայաստան։ Ես երևի գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ, որ մենք իսկապես արդեն մտել ենք նախընտրական շրջան եւ Նիկոլ Փաշինյանը այստեղ ակնհայտ է, որ փորձելու է որոշ առումներով կրկնել այն, ինչ ինքը արեց 2021 թվականին, այսինքն ռուսների վրա ռուսամետություն վաճառել, արևմուտքի վրա արևմտամետություն, այս պարագայում նաեւ թուրքերի վրա թուրքամետություն, որովհետեւ ոմանք իհարկե մոռանում են, բայց այն բանից հետո, երբ որ 2021 թվականի փետրվարին գլխավոր շտաբը հայտարարություն արեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ամենաբարձր մակարդակով Թուրքիայից։ Տեսեք, դրանից հետո Թուրքիան դառավ Հայաստանի իշխանության լիակատար փայատեր։ Երբ որ այս գնահատականը հնչում է, ոմանք կարող են ասել, ախր չգիտեմ, պայմանականորեն թուրքական անուն ազգանունով քաղաքական գործիչ Հայաստանի կառավարությունում չկա, ինչպես է այդ գնահատականը տես, բայց խնդիրը այդքան նատուրալիստական չի, էլի պարտադիր չի, որ Թուրքիայի քաղաքացին կամ թուրք պաշտոնյան գա Հայաստանի միջով գործողություն անի։ Երբ որ դու քաղաքական, աշխարհակաղակական աջակցություն ես ցուցաբերում եւ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո վերընտրվում է, դու արդեն իսկ դրանով փայատեր ես դառնում ես իշխանության մեջ։ Հիմա ասածս ինչ է, Փաշինյանը փորձելու է։ Նույնիսկ այս դեպքում հարաբերությունները չի կարողանում հաստատել Թուրքիայի հետ։ Լավ, այդ մասին կխոսենք։ Հիմա արտաքին տերեր Լավրովի այցի եւ այլի հետ կապված, քանի որ մեզ սպասում են ընտրություններ, լինեն հերթական թե արտահերթ, Փաշինյանը խնդիր ունի կրկնել այն 21 թվականին արած, կրկին ասեմ, ռուսների վրա ռուսամետություն, արևմուտքի վրա արևմտամետություն, եւ ինքը կարծում է, որ այդ տրյուկը ռուսական կողմի հետ, որը աշխատեց 21 թվականին, ինքը նաեւ կաշխատի հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահի դեռևս անցյալ տարվա աշնանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի պետական մարմինները կակտիվացնեն իրենց շփումները եւ դա կարտացոլվի նաեւ պետական պաշտոնյաների այցերով Հայաստանի Հանրապետություն գաղտնիք չէ, որ Լավրովից հետո պետք է Վալենտինա Մատվիենկոն գա, չնայած մինչ այս պահ օրինակ հայտնի չէ Սյունիքում հպատոսությունը բացվելու է թե չէ, բայց Մատվիենկոն նաև նպատակային հենց դրա համար է գալիս բացելու է հպատոսությունը։ Լավրովն շեշտեց, որ շատ կարևոր է, որ բացվի եւ ողջունելի է այդ քայլը։ Տեսեք, բայց հենց այդ նույն ժամանակահատվածում, երբ որ Լավրովը Հայաստանում է, մենք տեսանք չէ տեղեկատվական եւ քարոզչական ինչ ֆոն ապահովեց Լավրովի այցի հետ կապված, սկսած նրանից, որ Լավրովը իրավունք չուներ գալ Հայաստան եւ այդ հարցը հնչեցվեց նաեւ Լավրովի հետ։ Ասուլիսի ժամանակ մենք տեսանք համապատասխան ակցիա իրականացվեց ընդդեմ Լավրովի այցի եւ իրականացրեցին մարդիկ, ովքեր Փաշինյանի այդ արտախորհրդանական ուժերի ֆորմատի մշտական ներկայացուցիչներին, այսինքն դա դասական Փաշինյանն է, հա, մի կողմից դու կարծես թե Ռուսաստանը ինչ-որ փորձում ես քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հարաբերությունները գոնե ինչ-որ ըմբռնելի մակարդակի դարձնել, մյուս կողմից ասած չէ, Արծրուն Հովհաննիսյանի կերպարով Փաշինյանը հանրային էր գնացել, այս դեպքում էլ Արման Բաբաջանյանի կերպարով ԱԳՆ-ի շենքի դիմաց Լավրովի դեմ բողոքերում։ Իմիջիայլոց այս հարցը ինձ իսկապես հետաքրքրում է։ Դուք նկատեցիք չէ, որ այդ ակցիայի ժամանակ, երբ որ իրենք անում էին օթանավակայանից, երբ որ Լավրովը գալիս էր արդեն Երևան,
Պլակատի վրա ինչու են հայերեն գրել մարդասպան։ Ես չգիտեմ Հռոմի Պապը հայա թե չէ, բայց ասում են, որ Լավրովի նախկինները իրենք հայկական արմատ։ Ես վստահ չեմ, որ Լավրովը հայերեն գրել կարդալ գիտի։ Երևի ավելի տրամաբանական կլներ, որ ռուսերեն կամ անգլերեն դա գրեն, բայց երևի իրենց ինքնիշխանության համար պայքարը դրանով է դրսևորվում, հայալեզու պաստառներով դիմավորել, սա կեսկատակ կեսլուրջ, բայց Լավրովի այցը, տեսեք, հա հետեւյալի մասն էլ, որքան էլ դա տարօրինակ կարող հնչի, դա ինքնիշխանության մասին էր։ Հայաստանի ինքնիշխանության, ուղղակի մենք պետք է հասկանանք ինքնիշխանություն ասելով մենք ինչ նկատի ունենք։ Ինչ ասաց Լավրովը, երբ որ Սլավոնական համալսարանում ուսանողների եւ փորձագիտական շրջանակների հետ հանդիպմաններ մասնակցում, պատմեց, որ պաշտոնական Երևանը նպատակ ունի գալիք տարի անցկացնել եվրոպական այդ համագումարը Երևանում, որին վերջերս Փաշինյանը մասնակցեց Ալբանիայում եվրոպական համայնքի համագումարը, հա, հիշեցի։ Տեսեք, ինքը ինչ ասում ենք մեր հայ գործընկերներին, մեր տեսակետը սրա վրա բերալ ներկայացրել ենք, առավել եւս որ ընկալում ենք սա որպես ԵԱՀԿ-ի ֆորմատ, ուղղակի առանց Ռուսաստանի եւ Բելարուսի միջազգային այսպես իզոլյացիան ամբողջական դարձնելու համար։ Հայ գործընկերները իհարկե լսեցին, այստեղ կասկած չկա, բայց ինքնիշխան որոշում կայացրեցին, որ այնուամենայնիվ այդ գագաթաժողովը կանցկացնեն Հայաստանում։ Հիմա տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ այս այցը ինքնիշխանության մասն է, մենք պետք է հասկանանք, թե դա պոզիտիվ, թե նեգատիվ, տոքսիկ ինքնիշխանություն է։ 2020 թվականին հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը, երբ որ հրաժարվեց Պուտինի առաջարկից կասեցնել պատերազմը, հիշեցնեմ, որ թե պատերազմը դադարեր 20 թվականի հոկտեմբերի 19-ին Հադրութը կմնար հայկական, Շուշին կմնար հայկական, ավելին ռուսական խաղաղապահները այդտեղ ռազմաբազա կունենային, այլ ոչ թե Ստեփանակերտի մերձակայքում կունենային եւ մոտ 2000, եթե ոչ ավելի երիտասարդ սպա չէր զոհվի։ Շատ մեղմ եմ էլի փորձում ձևակերպեմ։ Ինքնիշխան որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանը, իհարկե ինքնիշխան որոշում կայացրեց, հետո ոնց դա բացատրեց, ասում որ ինձ չասեին դավաճան։ Հիմա տեսեք Լավրովի ասում են անհնար էր այդտեղ ապրել, ադրբեջանցիներն էլ էին գալու Շուշի, ինչ էր լինելու։ Դա Նիկոլ Փաշինյանի գնահատողական դատողությունն է։ Այսինքն ավելի լավ էր ընդհանրապես թողնել գալ Արցախը, քան այնտեղ ապրել, ապրել ասում է որ 300,000 ադրբեջանցիները գալու են Հայաստանում ապրեն եւ դա այսպես օքեյ է լինելու։ Այսինքն լավ իրենց տրամաբանությամբ հա շարժվենք 300,000 ադրբեջանցին Հայաստանում դա օքեյ է։ Ասում են այդ հարցը չեն քննարկում։ Չէ, ինքը ոնց ասեց, չէ, որ ասաց որ խաղաղություն լինի, առևտուր կանենք, կգնանք Բաքու։ Չէ, ինքը ասեց, չէ, որ ոնց հայերը ապրում են Վրաստանում, տենց էլ ադրբեջանցիները կարող են ապրել այստեղ։ Հիմա այսինքն ստացվում է կրկին ասում, որ ադրբեջանցիները Հայաստանում դա օքեյ է, բայց հայկական պետականության շրջանակներում եթե ինքը շարունակի պահպանել իր գոյությունը մեր պետականությունում, բայց իր ընկալմամբ ադրբեջանցիները պետքա տեղափոխվեին Շուշի եւ դա լավ չէր լինի, որ դա հայկական կողմի վերահսկողության լիներ։ Ես կարծում եմ, երբ որ Հայաստանում այնուամենայնիվ քաղաքական փոփոխություններ տեղի ունեն, այս բոլոր հայտարարությունների եւ գնահատականների հետևից մենք պետք է գնանք եւ հասկանանք ինչ է այս ամեն ինչի տակ եղել։ Հիմա տեսեք Լավրովի այց այսպես այս հատվածը ամփոփելով ռուսական կողմը երևի այդ եվրոպական գագաթաժողովը Հայաստան կգնահատի եւս որպես ինքնիշխանության դրսևորում։ Ուղղակի ինքնիշխանությունը ինքը մի այսպիսի յուրահատկություն ունի։ Դու եւ իրավունքներ ունես որպես ինքնիշխան պետություն եւ որոշակի պարտավորություններ ունես եւ դու պետք է այդ պարտավորությունների շրջանակներում նաև հասկանաս քո քայլերի հետևանքները։ Ռուսական կողմի այցը դրա մասին էր, որ եթե դուք այս կերպով եք ընկալում ինքնիշխանությունը, ուրեմն դուք նաև պետք է պատասխանատվություն կրեք ձեր իսկ կողմից ընդունած որոշումների վերաբերյալ։ Ես կարծում եմ ռուսական կողմը ինչ պատասխանատվության մասին է խոսքը։ Տեսեք, շատ հստակ ձեզ ասեմ, տեսեք, օրինակ հայկական կողմը երբ որ անդադար պնդում է, որ իրենք ուզում են, որ ռուս սահմանապահները դուրս գան Հայաստանի Հանրապետության, բայց ռազմաբազան չեն ուզում դուրս գան։ Գոնե հրապարակային այդպես են ասում։ Okay, ռազմաբազան դեռ մի կողմ եք թողնում։ Նույն սահմանապահների հետ կապված։ Հիմա եթե հայկական կողմը հերթական անգամ եւս մեկ նամակով դիմի ռուսական կողմին եւ ասի, որ մենք ուզում ենք, որ հայ-թուրքական սահմանից սահմանապահները պատկերացրեք, որ ինքնիշխան այդ նամակին ի պատասխան Ռուսաստանն էլ իր կողմից ինքնիշխան որոշում կայացնի, ասի օքեյ, դուրս են գալիս։ Դրա վերջերում ասաց ձեր որոշումն է։ Մի հատ տենց գործիչ ունենք, ով 2000-ականներին ասում էր մենք ասում ոնց կարանք թույլ տանք, որ կոմպլիմենտար քաղաքականություն Հայաստանում իրականացվի։ Միայն Ռուսաստանի հետ հապկի շրջանակներում էլ պետք է համագործակցենք ու հիմնավորումը որն էր։ Արամ Սարգսյանն ասում էր, որ մենք չունենք հայ-ադրբեջանական սահմանը պահելու խնդիրել ունենք, ոնց ենք հայ-թուրքական սահմանը պահելու։ Հիմա Արամ Սարգսյանի խոսքերը վերհիշելով, եթե Ռուսաստանն ինքնիշխան որոշում կայացնի այդ սահմանապահ զորքերը հանի,
Ալեն Սիմոնյանը ինչ էր ասում 5 րոպե էր, չէ՞, Առևտուրկանեն 5 րոպե։ Մենք մի հատ էլ այտենց հանրային գործիչ ունենք, ով ասում են, որ ռուսական ռազմաբազան, որ դուրս գա 8 րոպեից, այստեղ ՆԱՏՕ-ի թե Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազան կլինի, երևի ավելի հավանական է, որ այդ 5 ու 8 րոպեի շրջանակներում Թուրքիան փորձի Հայաստանի հետ անել ինչ իրենք Սիրիայում արեցին։ Սա այսքան Բայց ըստ էության Հայաստանի շուրջ հիմա բավականին լուրջ խնդիրներ է դրված, պահանջներ է դրված եւ հետեւողականորեն պնդում են, որ այդ պահանջները կատարվի, ինչի մասին դուք էլ խոսեցիք, ադրբեջանցիների վերադարձի հարցը, ճանապարհի հարցը եւ այլն։ Ճանապարհի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալի է եւ Լավրովը երբ որ այստեղ էր շեշտեց, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է լինի եռակողմ հայտարարության հիման վրա, թեև Հայաստանի իշխանությունը խաղաղության խաչմերուկի տրամաբանությամբ է պատկերացնում, բայց օրինակ հավելյալ պահանջների մասին, որ Ադրբեջանը ներկայացնում է, Ռուսաստանից հստակ դիրքորոշում չի հնչում։ Օրինակ իրենք պատրաստ են ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ ադրբեջանցիները չկան եւ Սյունիքում չապրեն։ Այս հարցերը, այսինքն հրաշքներ, արդյոք ռուսները պետք է ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա։ Եթե Ալեն Սիմոնյանը ասում է, մենք ակնկալում ենք, որ արևմուտքը պետք է դա անի։ Բայց արևմուտքը երբևիցե ասել է, որ ինքը պատրաստ է Ադրբեջանի վրա ինչ-որ ճնշումներ բանեցնել։ Իրենք էլ չեն ասում, դա եմ ասում։ Առաջ Մարկո Ռուբիոյի նամակն է։ Բայց դեպքում իշխանությունը ինչ անի, եթե որևէ մեկը չի ուզում զսպել Ադրբեջանին։ Բայց իշխանությունն է դա արել։ Չէ, բայց Փաշինյանն ասաց, որ այդ հարցը քննարկելի չէ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ինչպես ասում են, ճշմարտության պայմանագրում չկա, ասում են։ Ճշմարտության չափանիշը փորձն է։ Մենք այս 5-7 տարիների ընթացքում տեսնում ենք, որ Ադրբեջանը ավելի անկեղծ է Փաշինյանի ընտրողների հետ, քան ինքը Փաշինյանը։ Հիմա ադրբեջանցիները ասում են, որ դա բանակցային օրակարգ է։ Փաշինյանը կարող է հերքել, կարող է ընդունել, կարող է չընդունել։ Նույն այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի հետ կապված իշխանությունները ասում են, որ դա կարմիր գիծ է, նույնիսկ Լաչինի Միջանցքի բանակցությունը, Լաչինի Միջանցքը երբ որ փակվեց, հայկական կողմը այստեղից հայտարարում էր, որ մենք բանակցությունների չենք մասնակցում, ոնց են, չէ՞, դա հիմնավորում, որովհետև եթե մենք մասնակցենք, իրենք կասեն, եթե կա Լաչինի Միջանցք, չպետք է լինի, պետք է լինի նաև Զանգեզուրի Միջանցք։ Ոչ Լաչինի Միջանցքը կա, ոչ Արցախը կա, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ են անում։ Իրենք այլևս չեն ասում, որ դա կարմիր գիծ է։ Ինչ գնահատականներ են, չէ՞, տալիս։ Դե տես պարզեցված ռեժիմ կտանք, բա իհարկե ճանապարհ կտանք, բա իհարկե ադրբեջանական բեռները եւ այլն։ Ասում եք, ինչ էլ տանք, նրանք Միջանցք են դա ասելու։ Սա եւս սեփական ապագա գործողությունները հիմնավորելու ճանապարհներից մեկն է։ Այսինքն դու ի սկզբանե պատրաստ ես տալ ու դու այն գլխից քո համար քաղաքական ալիբի ես նախապատրաստում, Ժորժ ջան, սա Միջանցք չի, շատ չգիտեմ, ենթակառուցվածքա, ինչ ուզում եք ասել, սա է խնդիրը։ Ալիևը շատ ավելի անկեղծ է հայ ժողովրդի հետ։ Բայց ամեն դեպքում այդ անվտանգության երաշխիքները մենք կարող ենք ստանալ Ռուսաստանից, եթե իսկապես Հայաստանի իշխանությունը որոշի, որ պետք է քաղաքական փոփոխություն արտաքին անվտանգության երաշխիքներ չի կարող ստանալ, որովհետև իրենց նկատմամբ կա անվստահություն։ Գիտեք ոնց շատ զարմանալի է, որ իշխանապողությունից հետո նայած թե ով է գալու իշխանություն, դուք պատկերացնում եք, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինի Ալեն Սիմոնյանը կամ Սուրեն Պապիկյանը կամ Արմեն Գրիգորյանը։ Ես մեղմ ասած չեմ կարծում, որ ռուսական կողմը այդ տեսակ ղեկավարով Հայաստանի Հանրապետության հետ պատրաստ կլինի վերականգնել, դա իմ անձնական կարծիքն է, պատրաստ կլինի վերականգնել ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական դաշնակցային համագործակցությունը։ Դրա համար այստեղ շատ կարևոր է, հա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեխանիկորեն նրա փոխարեն ինչ-որ նոր մարդ գա իշխանությունը ստանձնի, պատասխանատվությունը ստանձնի, այլ այնպիսի մարդ լինի, որը ընդունելի կլինի եւ Ռուսաստանի համար, եւ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Օրինակ Իրանից մենք հստակ տեսնում ենք այդ դիրքորոշումը, իրենք ասում են, որ մենք թույլ չենք տա, որ էթնիկ փոփոխություն տեղի ունենա եւ այլն, անընդունելի է դա մեզ համար։ Մեր Իրանի գործընկերները իրենք իմ համար մի փոքր անհասկանալի պատճառներով իրենց թվում է, որ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանձնեցին Արցախը, այսինքն դավաճանեցին իրենց թիվ 1 ռազմավարական դաշնակցին, պաշտոնական Ստեփանակերտին, եթե իրենք իրենց ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի Դաշնության դեմ գործողություններ են անում, իրենք ինչ որ մի պահի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ չեն անի։ Իմ համար անհասկանալի է մինչ այս պահը, թե որտեղից է իրանական կողմի այս վստահությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ։ Միգուցե սա դիվանագիտություն է, ի վերջո Իրանը այն եզակի պետություններից մեկն է, որը մի քանի հազարամյա Հայաստանի իշխանության հանդեպ։ Ուղղակի իրենք այդ հայտարարություններն արել Ադրբեջանի զսպելու համար։ Հայտարարություններից մենք տեսնում ենք, որ որոշակի առումով վստահություն այս իշխանությունների նկատմամբ կա, որտեղից է դա խոսում է, որ Իրանի նախագահը առաջիկայում կարող է գալ Հայաստան։ Դա միայն կարելի է ողջունել, դա դրական է։
Մեզ համար դա անհրաժեշտ է։ Շատ անկեղծ եթե լինենք, եթե չլիներ իրանական գործոնը եւ եթե չլիներ ձեր կողմից նաեւ մատնանշված 102 ռազմաբազան, մենք վաղուց արդեն կրկնել էինք Սիրիայի ճակատագիրը։ Իսկ Թուրքիայի հետ կապված ասում եք գնում եք Թուրքիա, ինչու այս դեպքում հարաբերությունները չեն կարգավորում։ Հասկանալի է, Թուրքիան ասել է գնացեք Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեք, հետո կխոսենք։ Իդեպ Ալբանիայում շատ ակնհայտ տեսախցիկների առջև դա իցույց դրեց Էրդողանը, երբ հարցնում էր պայմանավորվեցիք իրար հետ, անհասկանալի էր թե ինչ էին պայմանավորվել, բայց ամեն դեպքում ինչու հարաբերությունները չի կարգավորում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ եւս, եթե իրենց ուզած իշխանությունները ասում են, որ կան ուժեր, որոնք դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը եւ այլն, իրենք իհարկե նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությունը, բայց իրենք նկատի ունեն այն պատճառով, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի իշխանությունների համար իրենք պերսոնա նոն գրատա են, անվստահելի անձինք, ինչ ուզում եք այստեղ այս իրենց գնահատականը տվեք, թե ինչպես են ռուսական կողմը, տեսեք, Թուրքիայի մասով այստեղ իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը կրկին ասեմ, ինքը ակնկալում է իր անձնական անվտանգության երաշխիքները, կապիտալի պահպանումը, քաղաքական որոշակի գործունեության շարունակությունը միայն թուրքական հովանոցի ներքո, նա պատրաստ է թուրքական կողմի պահանջները կյանքի կոչել։ Եվ ես ձեզ նաև անկեղծ մի բան ասեմ։ Բայց Թուրքիան ինչ երաշխիք է մեզ տալիս։ Տեսեք, հիմա ես դրան եմ, ուզում կարող եք դե Միգուցե մի փոքր ցինիկ հնչի, բայց ես Նիկոլ Փաշինյանին էլ եմ հասկանում, Ալեն Սիմոնյանին էլ, այստեղ Արմեն Գրիգորյանին շատ բարձ, երբ որ մարդը գալիս է իշխանության, մարդու մոտ աշխարհի ընկալումը, նույնիսկ իրականությունը նկարագրելու լեզուն ինքը փոխվում է։ Իրենց համար հիմա ֆունդամենտալ նպատակն է սեփական կաշին փրկելը, միգուցե կոպիտ է հնչում, հատկապես որ իրենք բոլորից լավ գիտեն, իրենք ինչ են արել Արցախի հետ, իրենք ինչ են անում Հայաստանի Հանրապետության հետ եւ ինչ են պատրաստվում դեռևս անել Հայաստանի Հանրապետության հետ։ Ուղղակի այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ միգուցե Թուրքիան կարող է երաշխիքներ տալ Նիկոլ Փաշինյանին, բայց Հայաստանի Հանրապետության ինքը չի կարող երաշխիքներ տալ։ Փաշինյանը դա Հայաստան չէ։ Թուրքական ռազմավարական ծրագրերի մեջ հայկական պետականությունը գոյություն չունի։ Ադրբեջանի ռազմավարական ծրագրերի մեջ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի։ Հիմա, բայց իշխանությունները ինչ են փորձում անել։ Իրենք փորձում են պայմանականորեն տղա բերել ռուսների վրա եւ այդ տղան Ադրբեջանն ու Թուրքիան են։ Իրենք ասում են թողեք մենք այսպես մենք մեր մասով կպայմանավորվենք, թեկուզ եւ ձեր դեմ կլինի այդ պայմանավորվածությունը, բայց մենք այստեղ տարածաշրջանում որոշակի համագործակցության կոոպերացիայի մոդել կձևավորենք, դուք այս ամեն ինչին մի խանգարեք։ Ավելին, տեսեք Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, որ մենք Ադրբեջանի հետ բանակցում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման օրը եւ վայրը որոշենք, նաեւ նա ասում է, որ ակտիվ բանակցություններ են գնում Թուրքիայի հետ։ Նախ սիմվոլիկ առումով սա այնտեղ որտեղ մենք ժամանակին կարողացանք կասեցնել թուրքական բանակի հարձակումը, Նիկոլ Փաշինյանը մեծ դրվատանքի խոսքերով է խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, բայց ինչի մասին կարող է խոսք լինել, հա, դուք էլ շատ ճիշտ նշեցիք, որ այդ նախապայմանները, պահանջները Թուրքիայից եւ Ադրբեջանից չեն դադարում, ինչի մասին կարող է խոսք գնալ։ 2020 թվականին, երբ որ պատերազմը ավարտվեց 44 օրյա, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ամրագրեց գետնի վրա եղած իրողությունները։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի հատվածի նկատմամբ վերահսկողությունը, ճանապարհի առումով փաստորեն մնացել էր միայն Լաչինի միջանցքներ մնացել այն եզակի ուղին, որով մենք կարող էինք կապվել Արցախի Հանրապետության հետ։ Բանակի առումով ակնհայտ էր, որ փոփոխություններ պետք է տեղի ունենային, Արցախի պաշտպանության բանակը այլևս չէր լինի այն, որը կար մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ժամկետը ավարտվում է սույն թվականի նոյեմբերի 9-ին։ 20-ի նոյեմբերի 9-ից մինչև 25-ի նոյեմբերի 9-ը շատ բաներ են փոխվել։ Արցախը գոյություն չունի։ Կա 120,000 փախստական։ Ադրբեջանը օկուպացրել նաև Հայաստանի Հանրապետության տարածքները։ Հայաստանի իշխանությունները լուրջ կերպով քննարկում են համարտադրական փոփոխությունները Ադրբեջանի պահանջներին համապատասխանեցնելու։ Թուրքիան փաստացի դարել է միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հիմա կողմերը այս ամեն ինչը խնդիր ունեն ամրագրել գետնի վրա իրողությունները ամրագրել թղթի վրա։ Հիմա այդ թղթի վրա ամրագրումը կարող է լինել մի փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Թուրքիայի հովանու ներքո նոյեմբերի 9-ից հետո պայմանականորեն նոյեմբերի 10-ին աշխարհակահաղականության մեջ վակուում չի լինում։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է նրա մասին, բանակցություններ են գրում եւ այլն եւ այդպես շարունակ, խոսքը գնում է ոչ այնքան այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին, այլ մի փաստաթղթի մասին,
որը պետք է գա փոխարինի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ գլոբալ առումով հենց սրա մասին էր Սարդարապատում այսօր փաստաթուղթը։ Բայց ինչ է դա փոխելու եւ ինչ խաղաղություն է դա տալու։ Դա Հայաստանի լուծարման ուղղված եւս մեկ քայլ է լինելու, որովհետեւ մենք պատկերացնում ենք, չէ՞, Թուրքիան ինչ նախապայմաններ կարող է դնել այդ փաստաթղթի ստորագրումից առաջ, առավել եւս տեսեք, որ այստեղ կրկին ասեմ, խոսքը ոչ թե խաղաղության պայմանագրի մասին, պայմանականորեն դա կարող է լինել, չգիտեմ, ինչ-որ մտադրությունների մասին ճանապարհային քարտեզ, որ մենք կանենք սա եւ դրանից հետո հնարավոր է ընդհանրական ձևակերպումներ իդեպ Փաշինյանն բայց դա անհրաժեշտ է, որ բայց այդ ընդհանրական ավելի վտանգավոր է։ Բայց դա անհրաժեշտ է հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերջնականապես, այսպես ասած, պատմական աղբանոցը նետելու համար Ռուսաստանին տարածաշրջանից հանելու։ Իրենք Ռուսաստանի փոխարեն ճապաշրջափակման հարցն է առանձին դրված, այսինքն դա խաղաղության խաչմերուկի տրամաբանությամբ կարվի սահմանազատումն էլ առանձին։ Ոչ, դա արվելու է Հայաստանի լուծարման շրջանակներում։ Խաղաղության խաչմերուկը նույնիսկ այն կոնֆիգուրացիա, որ իշխանություններն են ներում, ինքը պարզապես չի կարող գոյություն ունենալ։ Դու չես կարող խաղաղության խաչմերուկ ստեղծես Ռուսաստանի հետ ճշնամական հարաբերություններ ունենալու, նույնիսկ այդ տերմինը խաչմերուկ, այսինքն դու բոլոր 4 կողմերի հետ, որոնք կարող են շահառուն լինել այդ նախագծի, դու պետք է կարողանաս փոխշահավետ համագործակցության մթնոլորտ ունենաս։ Եթե դու Թուրքիա եւ Ադրբեջանի հետ քո ընկալմամբ այդ մթնոլորտը ձևավորում ես, բայց Ռուսաստանի հետ ոչ, կամ Իրանի մոտ քո նկատմամբ որոշակի կասկածներ են առաջանում, այդ խաղաղության խաչմերուկը չի գործելու, դա ակնհայտ է։ Այսինքն ճանապարհի ապաշրջապակման հարցն էլ է մնալու այդպես օդից կախված։ 7 տարվա մեջ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, ինչ խոստում է տվել, որը կյանքի է կոչել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։